Սև գրանիտե հուշարձանը դեռ փայլում էր երեկվա անձրևից։ Ես կանգնած էի իմ տան դռանը Արաբքիր թաղամասում, դեռևս սգո զգեստով, և նայում էի, թե ինչպես է Հովհաննես Հարությունյանը հրամայում որդիներին, ինչպես շինարարության բրիգադիր։ 6 ամիս դեռ չի անցել, մենք ամեն ինչ կձևակերպենք նոտարի մոտ, մենք հիմք ունենք, կտակը կարելի է վիճարկել։ Հավաքիր իրերդ, Անահիտ։ Նրա ձայնը գոռաց հյուրասենյակից, որտեղ երեկ դեռ կանգնած էր Արմենի դագաղը։ Վարդանն ու Գևորգը հանում էին տատիկիս փորագրված աթոռը, այն նույնը, որտեղ Արմենը սիրում էր նստել երեկոյան, թերթելով Հայաստան թերթը և ժամանակ առ ժամանակ նայելով հեռախոսը։ Դուք իրավունք չունեք, հիմա ոստիկանություն եմ կանչում, ասացի ես հանելով հեռախոսը։ Մինչ պատմություն անցնելը խնդրում եմ բաժանորդագրվեք ալիքին և գրեք որտեղից եք մեզ նայում։ Սա Հայաստանի քրեական օրենսգրքի 330 հոդված է, և կողպեքները փոխելն առանց իմ իմացության նույնպես։ Հովհաննես Հարությունյանը շրջվեց իմ կողմը։ Նրա դեմքին խաղում էր վստահ մարդու ժպիտը, ով վստահ է իր կապերին։ Զանգիր։ Իմ եղբայրը ոստիկանությունում բաժնի պետ է աշխատում։ Սա Հարությունյանների տունն է։ 3 սերունդ այստեղ ապրել է։ Պապս կառուցել է, ես վերակառուցել եմ։ Հիմա որդիներս կապրեն։ Արմենը չկա։ Դու ով ես։ Գատով կպայքարենք, մի կասկածիր, իմ փաստաբանը լավն է, ես Անահիտ Հարությունյան եմ, ես 37 տարեկան եմ և մինչև 3 ես հստակ գիտեի իմ տեղը այս աշխարհում, 8 տարի ես եղել եմ Արմեն Հարությունյանի կինը, անասնաբույժ, vet-էքսպերտ կլինիկայի սեփականատեր Կոմիտասի պողոտայում։ Մենք կառուցել ենք, ինչպես ինձ թվում էր, իրական ընտանիք այս տանը, Սիրողների այգու մոտ, տանը, որը գրանցված է Արմենի անունով կադաստրում, որը նա ամբողջությամբ վերակառուցել է պապից հետո։ Բայց նայելով, թե ինչպես են Վարդանն ու Գևորգը շպրտում իմ իրերը շքամուտք, իսկ հարևանները նայում են ցանկապատերի հետևից, ես հասկացա, թե որքան միամիտ եմ եղել նրա ընտանիքի իսկական վերաբերմունքի մասին։ Թաղման առավոտյան ես վերադարձել էի քրոջս Մարիամի մոտից Դավիթաշենից և հայտնաբերել նոր կողպեքներ դռների վրա, իսկ ներսում ամբողջ Հարությունյանների ընտանիքը տնօրինում էր իմ տունը, ինչպես իրենց սեփականությունը։ Հովհաննես Հարությունյանը կանգնած էր այդ անկարգության մեջտեղում և ղեկավարում էր իմ վտարումը, կարծես ես անօրինական վարձակալ լինեի։ Արմենը դա չէր հավանի, ասացի ես։ Արմենը այլևս չկա, գոռաց Հովհաննես Հարությունյանը, միշտ թույլ էր։ Մենք նրան առաջին օրվանից ասում էինք, այդ բուժքույրը միայն քո փողերին է նայում, բայց նա չէր լսում։ Հիմա վերջ, ներկայացումը ավարտվեց, դատով ամեն ինչ կվերադարձնենք ինչպես պետք է։ Խոսքերը հարվածում էին ինչպես մտրակներ, 8 տարի ընտանեկան հավաքույթներ, 8 տարի խոսակցություններ, որոնք կիսատ էին մնում, երբ ես մոտենում էի, 8 տարի, երբ ինձ նայում էին որպես ծառայողուհի, ով անհասկանալիորեն հայտնվել էր տերերի սեղանի մոտ։ Ալո, ոստիկանություն, ես խոսում էի հեռախոսով նայելով Հովհաննես Հարությունյանի աչքերին։ Արաբկիր թաղամաս, Աբովյան փողոց, տուն 14։ Անձանց խումբ ապօրինի ներխուժել է իմ տուն, փոխել կողպեքները, հանում է գույքը։ Այո, ես սեփականատեր եմ, սեփականատիրոջ այրին։ Ուղարկեք բարեք։ Վարդանը մոտեցավ հորն, շնչահեղձ լինելով կահույք տանելուց։ Պապ, գուցե չարժե։ Բարեկը կգա, արձանագրություն կկազմի։ Ինչ արձանագրություն։ Մենք բոլոր քայլերը գրանցված ունենք։ Հովհաննես Հարությունյանը բարձրացրեց ձայնը։ Ժառանգության գործ կբացենք, կտակը կվիճարկենք։ 6 ամիս չի անցել, ամեն ինչ օրինական կանենք։ Դուրս գնա այստեղից։ Ես կանգնած էի և նայում էի, թե ինչպես են նրանք քանդում իմ կյանքը, բայց նրանք ինձ թերագնահատում էին, ինչպես միշտ։ Նրանք չգիտեին գլխավորը։ Արմենը նրանց երբեք չէր թերագնահատում, և նա պատրաստվել էր։ Հարությունյանների ընտանիքի հետ իմ հարաբերությունները չստացվեցին առաջին հանդիպումից։ 8 տարի առաջ, երբ Արմենը ինձ տարավ ծանոթացնելու ծնողներին, ընդունելությունը լավ չէր։ Ես աշխատում էի ավագ բուժքույր վիրաբուժական բաժանմունքում Երևանի կլինիկական հիվանդանոցում։ Ինքս էի առաջ գնացել Երևանի բժշկական քոլեջից հետո, իսկ Հովհաննես Հարությունյանի և նրա կնոջ Սոնա Հովհաննեսյանի համար ես ակնհայտորեն չէի հասնում նրանց որդուն, հաջողակ անասնաբուժին, ով ընտանիքից էր, որ 90-ականներին կես Երևանը գնել էր։ Գործնական աղջիկ, նկատեց Սոնա Հովհաննեսյանը այդ առաջին երեկոն, և նրա տոնով գործնական բառը հնչում էր որպես խորամանկ, որ ուզում էր տղայի ունեցվածքն դիրանա։
Ես օգնում էի սեղանը հավաքել, մինչ Արմենը հոր հետ քննարկում էր անասնակլինիկայի ընդլայնումը։ Ձեր մասնագիտությունում դա կարևոր է հավանաբար կարողանալ հարմարվել հանգամանքներին։ Դա շարունակվում էր ամբողջ ժամանակ, մինչ մենք հանդիպում էինք, եւ ամուսնությունից հետո միայն ուժեղացան։ Նրանք բաց չէին թողնում առիթը հիշեցնելու իրենց ծանոթների դուստրերի մասին, ովքեր սովորել էին Մոսկվայի պետական համալսարանում կամ գոնե բյուջետայինով Երևանի բժշկական համալսարանում։ Երբ մենք հայտարարեցինք նշանադրության մասին, Հովհաննես Հարությունյանը անմիջապես սկսեց խոսել իրավական նրբությունների մասին։ Հասկացիր ճիշտ անի, ասաց նա այն ժամանակ, ինչը անվանեց տղամարդկային խոսակցություն։ Մենք ունենք տներ, հող, բիզնես, այս ամենը ժառանգությամբ պետք է գնա։ Արյունը Արյանը։ Դու հասկանում ես, ամուսնական պայմանագիր ստորագրեք եւ ոչ մի հարց։ Արմենը այդ ժամանակ պայթեց, հազվադեպ դեպք։ Պապ, ինչ պայմանագիր։ Մենք ընտանիք ենք ստեղծում, ոչ թե գործարք։ Ընտանիքը ընտանիքով, գույքը առանձին։ Չէր հանձնվում Հովհաննես Հարությունյանը։ Ես քո մոր հետ 35 տարի եմ ապրում, բայց բիզնեսը բիզնես է։ Անահիտը խելացի աղջիկ է, հասկանում է։ Ես լռեցի, չէի ուզում սկանդալ սարքել, իսկ ներսում ամեն ինչ եռում էր։ Հովհաննես Հարությունյանը խոսում էր այնպես, կարծես ես արդեն մտածել եմ սխեմա, թե ինչպես կողոպտել նրանց թանկարժեք որդուն։ Ինձ մոտ սրտխառնոց էր առաջանում դրանից։ Նրանց գլխով անցած չէր էլ, որ ինձ համար միևնույն է նրանց տները եւ հաշիվները։ Ես սիրահարվել էի Արմենին նրա համար, թե ինչպես է նա նուրբ վերաբերվում կենդանիներին։ Ինչպես կարող էր գիշերել հիվանդ շան հետ։ Ինչպես էր լաց լինում, երբ չէր հաջողվում փրկել ինչ-որ կատվի։ Բայց Արմենը ամեն ինչ տեսնում էր։ Նկատում էր, թե ինչպես է լռություն տիրում սեղանի շուրջ, երբ ես փորձում էի խոսակցություն պահել։ Ինչպես ընտանեկան տոներին հրավերներում միշտ գրված էր, եթե Անահիտը հերթապահ չէ իհարկե։ Նա տեսնում էր, թե ինչպես է Սոնա Հովհաննեսյանը նստեցնում հյուրերին այնպես, որ ես հայտնվում էի եզրին, հեռու պատշաճ մարդկանցից։ Եվ գլխավորը, նա լսում էր նրանց խոսակցությունները, երբ կարծում էին, որ ինքը չկա մոտակայքում։ Որդիս, ես քո համար լավ աղջիկ եմ նայել, ասում էր Սոնա Հովհաննեսյանը մի անգամ կիրակի օրը։ Լուսինե Պետրոսյաններին հիշում ես, ով Մոսկվայում գիտությունների դոկտոր է պաշտպանել։ Ամառային արձակուրդներին գալիս է։ Ես խոհանոցում էի պատրաստում, բայց բարակ պատերից ամեն ինչ լսվում է։ Խո Անահիտը իհարկե աշխատասեր է, բայց ոչ մեր դաշտի հատապտուղ։ Ինչ կասեն մարդիկ։ Արմենը այդ ժամանակ կտրուկ կանգնեցրեց։ Մամ, բավական է։ Անահիտը իմ կինն է։ Եթե ինչ-որ մեկին դա դուր չի գալիս, դա նրանց խնդիրն է, ոչ իմը։ Երջանկությունը լավ է, որդիս, բայց մտածիր, երեխաներդ կմեծանան, նրանց լավ դպրոց է պետք, իսկ այնտեղ ծնողական կոմիտե, կապեր են պետք։ Անահիտդ ում հետ կպայմանավորվի, նույն բուժքույրերի հետ։ Խոսակցությունը ընդհատվեց դռան թքոցով։ Արմենը եկավ խոհանոց, գրկեց ինձ հետևից, դեմքը դրեց ուսիս։ Երկար ներողություն խնդրեց, ասաց, որ սիրում է։ Բայց ես տեսա, որ նրա մեջ ինչ-որ բան կոտրվեց այդ օրը։ Նա վերջնականապես հասկացավ. Հարությունյանների ընտանիքում ես ընդմիշտ կմնամ օտար։ Շրջադարձային պահը տեղի ունեցավ Արմենի մահից 3 ամիս առաջ։ Մենք գնացել էինք նրա զարմիկ եղբոր, Վահանի հարսանիքին։ Հարությունյանների կլանի հերթական խրախճանքը Երևան ռեստորանում, որտեղ ես նստած էի եզրին եւ շփտում էի ուժով։ Ընդմիջման ժամանակ գնացի շուրթերս ներկելու, իսկ վերադառնալով կողմնային դռնով լսեցի ամբողջ ընտանիքին ծխելու տեղում ակտիվ քննարկման մեջ։ Լսիր բարձր, ասում էր Գևորգը, Հովհաննեսի եղբայրը։ Իսկ երբ Արմենը, չար չլինի իհարկե։ Տունը ինչպես կբաժանենք։ Բուժքույրը կարող է իրավունքներ պահանջել։ Ինչ իրավունքներ։ Ծիծաղեց Հովհաննես Հարությունյանը ծխելով։ Առավելագույնը պարտադիր բաժին, եթե դատով։ Բայց մենք կտակը կվիճարկենք, եթե պետք լինի։ Ասենք ճնշման տակ է գրել, արդեն հիվանդ էր։ Վկաներ կգտնենք։ Գևորգը շարունակեց. Պապ, իսկ կլինիկան Արմենի անունով է գրանցված։ Կվերագրանցենք, ոչ առաջին անգամ։ Իմ իրավաբանը լավն է, ամեն ինչ կանի ինչպես պետք է։ Այդ բաժինը նա չի ստանա։ Վարդանը ավելացրեց շպիտով։ Գլխավորը արագ տեղափոխվի, երբ ժամանակը գա։ Չէ որ ես ճանաչում եմ այդպիսիններին։ Կկարչի չես կտրի։ Կկարչի դատով կվտարենք, կտրուկ ասաց Սոնա Հովհաննեսյանը։ Կամ ինքը կհասկանա, որ ավելի լավ է բարով տա։ Երևանում այդպիսի արագ խոսակցություններ կգցեմ։
թե ուզում է հայտի դառնալ որպես այրի, ով ամուսնու հարազատներից ժառանգություն է խլում։ Վահանը ծիծաղեց։ Գուցե ինչ-որ սիրեկան կունենա, մինչ Արմենը հիվանդ է։ Այդ ժամանակ ընդհանրապես պարզ, անբարոյականություն և վերջ։ Նրանց ծիծաղից ինձ մոտ սրտխառնոց առաջացավ։ Նրանք քննարկում էին Արմենի մահը, մարդու, ով նստած էր 20 մետր հեռու, որպես կատարված փաստ։ Պլանավորում էին գույթի բաժանումը, կարծես նա արդեն դիահերձարանում էր։ Ես վերադարձա սրահ այլ ճանապարհով, նստեցի իմ տեղը։ Արմենը պատմում էր նույն Գևորգին կենդանիների օգնության կենտրոնից բարդ վիրահատության մասին։ Նրա աչքերը փայլում էին, ձեռքերը օդում գծում էին կարերի սխեման։ Պատկերացրու, Գևորգ, թևը գրեթե մինչև ոսկորը պատրված էր, բայց մենք փրկեցինք, հիմա թրջում է։ Լսելով նրա ոգևորված պատմությունը, նայելով թե ինչպես են հարազատները գլխով անում կեղծ հետաքրքրությամբ, ես հասկացա, նրանք ոչ միայն թերագնահատում են նրանք ընդհանրապես չեն ճանաչում, եւ Արմենը դա զգում է։ Նրանք տեսնում էին միայն հաջողական ասնաբույժին, ժառանգության հեռանկարով։ Մարդուն, ով գիշերներ էր անցկացնում կլինիկայում, փրկելով ճանապարհին հարվածված շներին, ով անվճար վիրահատում էր թռչուններին Հայաստանի վայրի կենդանիների օգնության կենտրոնից։ Դա նրանք չէին նկատում։ Չէին տեսնում նրան, ով ընտրել էր սերը, ոչ թե շահավետ կուսակցություն լավ կապերով։ Մեքենայում տոն վերադառնալու ճանապարհին ես որոշեցի. Արմեն, ես լսեցի, թե ինչպես է քո հարազատները քննարկում գույքի բաժանումը, հարսանիքին ծխելու տեղում։ Նա կտրուկ շրջվեց իմ կողմը, դեմքը մթագնեց։ Ինչ հենց։ Նրանք շատ վստահ բաժանում էին, թե ում ինչ կհասնի քո մահից հետո, եւ ինչպես ինձ դատով կվտարեն։ Արմենը երկար լռեց սեղմելով ղեկը, հետո ձեռքը դրեց իմ ձեռքին։ Անի, մենք պետք է լուրջ խոսենք։ Ես հետաձգում էի կարևոր հարցերը, բայց այսօրվանից հետո բավական է։ Այդ խոսակցությունը ամեն ինչ փոխեց։ Տանը Արմենը հանեց բարից կոնյակը, հաճախորդների նվեր, պահում էր հատուկ առիթի համար, լցրեց իրեն, խորք շունչ քաշեց։ Ես վաղուց գիտեմ, թե ինչպես են վերաբերվում քեզ։ Հույս ունեի կմտածեն, կտեսնեն քեզ այնպես, ինչպես ես եմ տեսնում։ Բայց այսօր լսածից հետո չեմ սպասի։ Արմեն, պետք չէ իմ պատճառով։ Պետք է, կտրուկ ասաց նա։ Անի, իմ ընտանիքը պատրաստվում է քո վտարմանը մեր հարսանիքի առաջին օրվանից։ Նրանք որոշել են, որ դու ժամանակավոր ես, որ կվերանաս, երբ նրանց հարմար լինի։ Նա վեր կացավ, մոտեցավ պատուհանին։ Ապակու հետևում մտնում էր այգին։ Մենք միասին տնկել էին խնջորենիները անցյալ գարնանը։ Նրանք ունեն ինչ-որ հին պատկերացումներ ժառանգության մասին։ Կարծում են իմ մահից հետո ամեն ինչ ավտոմատ կվերադառնա ընտանիքին։ Նրանք չեն պատկերացնում, թե ինչպես է աշխատում ժառանգության իրավունքը, եւ երբեք չեն հետաքրքրվել, կա արդյոք իմ կտակը։ Սիրտս խփեց։ Դու կտակ ունես։ Արմենը շրջվեց։ Նրա աչքերում այդ նույն հարությունյանական կոշտությունն էր, որ սովորաբար թաքցնում էր։ Կա։ Առաջինը կազմել եմ հարսանիքից 1 տարի հետո, երբ տունը վերակառուցում էինք, բայց 3 ամիս առաջ Վահանի հետ մի խոսակցությունից հետո որոշեցի պետք է արմատապես փոխել նոտար Մկրտչյանի մոտ։ Նա անցավ կաբինետ, վերադարձավ հաստ պապկայով փաստաթղթերով, աշխատել եմ Մկրտչյան Գևորգի հետ։ Հիշում ես, նա Վարդանյանին ամուսնալուծությամբ օգնել էր անցյալ տարի։ Ես գլխով արեցի։ Մկրտչյանը Երևանում լավագույն իրավաբաններից է, ընտանեկան եւ ժառանգության գործերով, նաեւ նոտար։ Ահա, Գևորգը իմ աչքերը բացեց, իմ հարազատների ֆանտազիաները ընտանեկան գույքի մասին։ Ամբողջական սուտ օրենքի տեսանկյունից։ Տունը թեև ինձ է հասել պապից ժառանգությամբ, բայց սա իմ անձնական սեփականությունն է։ Ես կարող եմ կտակել ում ուզեմ։ Թեև ես տան կեսը քեզ նվիրաբերության պայմանագիրով եմ ձևակերպել 2 տարի առաջ։ Հիշում ես, ասել էի ինչ-որ փաստաթղթեր ստորագրել է պետք, այդպես որ կեսը արդեն քոնն է սեփականության իրավունքով։ Նա բացեց պապկան, դասավորեց փաստաթղթերը խոհանոցի սեղանին։ Մնացածը ամեն ինչ քեզ եմ կտակում։ Տան մյուս կեսը, կլինիկան, հաշիվները, բաժնետոմսերը, ամեն ինչ։ Նոտարիալ հաստատված կտակը մուտքագրված է նոտարիատի Ե-ում, եւ գլխավորը ես մանրամասն նկարագրել եմ, թե ինչու հենց այդպես եմ որոշել։ Արմենը ինձ տվեց ծրար։ Ներսում նամակ, նրա հստակ ձեռագրով։
կարդալով ես հազիվ էի զսպում արդյունքները։ Նամակ իմ ընտանիքին, սկսվում էր այն։ Եթե դուք սա կարդում եք, նշանակում է ես այլևս չկամ և չեմ կարող պաշտպանել Անահիտին ձեր դաժանությունից։ 8 տարի ես նայել եմ, թե ինչպես եք վերաբերվում իմ կնոջը, որպես ծառայողուհի, որպես ժամանակավոր անհարմարություն, որ պետք է հանդուրժել։ Դուք հստակ տվել եք հասկանալ, որ նա ձեզ համար օտար խնդիր է, որ պետք է լուծել, ոչ թե ընտանիքի անդամ, որ պետք է սիրել։ Նամակը 3 էջ էր։ Արմենը թվարկում էր կոնկրետ դեպքեր, նվաստացումների, գույքը ընտանիքին վերադարձնելու խոսակցությունների, իմ վտարման պլանների։ Մկրտչյանը ամեն ինչ նոտարիալ հաստատել է, մուտքագրել ԵԻ-ս, բացատրեց Արմենը։ Նրա մոտ պատճենները պահեստում են, գումարած էլեկտրոնային ռեգիստրում ամեն ինչ կա։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, նա անմիջապես կկապվի քեզ հետ։ Եվ դեռ ես մտցրել եմ պայմաններ։ Ով փորձի վիճարկել կտակը, նրան կզգուշացնան դատական ծախսերի մասին։ Ճիշտ է, ծնողներին որպես թոշակառու պարտադիր բաժնից զրկել չի կարելի, դա օրենք է, բայց այն փոքր է։ Ես բարձրացրի աչքերս նամակից։ Արմեն, սա ինչու ավելի վաղ չես ասել։ Նա տխուր ժպտաց։ Հույս ունեի պետք չի գա։ Մտածում էի գուցե հասնեմ նրանց։ Բայց երբ լսում ես, թե ինչպես է մայրդ քննարկում, որ դու այդպիսիններից ես, երբ փողի հոտ է գալիս, հասկանում ես անօգուտ է։ Եվ ինչ հիմա։ Արմենը վերցրեց իմ ձեռքերը։ Հիմա ապրում ենք առաջ։ Սիրում ենք իրար։ Կառուցում ապագա։ Բայց եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դու պաշտպանված ես։ Նրանք չեն կարող քեզ վախեցնել կամ խլել այն, ինչ մենք միասին ստեղծել ենք։ Իսկ կլինիկան։ Քո հայրը։ Կլինիկան ամբողջովին իմն է, Անի։ Ես 3 տարի առաջ գնել եմ նրա բաժինը իմ փողերով։ Նա սիրում է պատկերացնել համասեփականատեր, բայց փաստաթղթերով 100% բաժինը իմն է։ Հիմա մերն է։ 6 շաբաթ հետո Արմենին ախտորոշեցին, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, 4-րդ փուլ։ Սկսվեց որովայնի ցավերով։ Մտածում էինք գաստրիտ, գիշերային կանչերից։ Երբ հասան օնկոլոգի, մետաստազները արդեն ամբողջ որովայնում էին։ Որքան։ Հազիվ արտասանեցի ես։ Այդպիսի փուլում 2, առավելագույնը կես տարի, եթե հաջողվի քիմիաթերապիայով։ Մեղմ ասած օնկոլոգ Սարգսյանը Երևանի օնկոդիսպանսերից։ Ներողություն։ Կարող ենք առաջարկել ստանդարտ սխեմա, բայց կան նաև վճարովի դեղեր, ավելի արդյունավետ են։ Արմենը հանգիստ ընդունեց դատավճիռը։ Նույն երեկոյան զանգեց Մկրտչյանին։ Գևորգ, սա Հարությունյանն է։ Պետք է արագացնել կտակը։ Այո, շտաբ։ Եվ գաք ուղիղ հիվանդանոց։ Ծանր հիվանդի կտակը հաստատելու համար։ Հաջորդ 2 շաբաթները, մինչ Արմենը անցնում էր քիմիայի առաջին կուրսերը, մենք կատարելագործում էինք փաստաթղթերը։ Մկրտչյանը 3 անգամ եկավ ուղիղ պալատ։ Օրենքով նոտարը պարտավոր է գնալ ծանր հիվանդի մոտ։ Ստուգում էինք յուրաքանչյուր ստորակետը, հաստատում ստորագրությունները։ Արմեն Հարությունյան, առաջարկում եմ լրացուցիչ գրել, ասաց Մկրտչյանը վերջին հանդիպմանը։ Հաշվի առնելով ձեր հարազատների վարքը, մտցնենք զգուշացում։ Կտակը վիճարկելու ցանկացած փորձ կհանգեցնի դատական ծախսերի հայցվորների համար։ Պարտադիր բաժինից զրկել չի կարելի։ Ձեր ծնողները որպես չաշխատող թոշակառուներ իրավունք ունեն դրան։ Բայց դա 1/8 է այնից, ինչ կստանային առանց կտակի։ Գրեք ամեն ինչ առավելագույնս հստակ։ Համաձայնեց Արմենը։ Եվ ծախսերի մասին նույնպես։ Անահիտը պետք է պաշտպանված լինի նրանց հարձակումներից։ Որքան վատանում էր Արմենի վիճակը, այնքան ավելի բացահայտ էին վարվում նրա ընտանիքը։ Հաճախ էին գալիս այցելության, բայց խոսում էին հիմնականում գործերի մասին։ Ով կզբաղեցնի տունը։ Ինչպես բաժանել կլինիկայի հաճախորդներին։ Որ կահույքն է ընտանեկան։ Ցավազրկման հետ խնդիրներ կային։ Մորֆինը խիստ քվոտաներով էին տալիս։ Ստիպված էինք դուրս գալ ստրադոլով։
Անահիտ ջան, սիրելիս, սկսեց մի անգամ Սոնա Հովհաննեսյանը, մինչ Արմենը քնել էր ներարկումից հետո։ Մտածել ես որտեղ ես ապրելու։ 6 ամիս հետո։ Գուցե հարազատներիդ մոտ տեղափոխվեք, կապրեմ իմ տանը։ Սոնա Հովհաննեսյանը դե ինչ մինչ դատերը, իսկ հետո։ Այս տունը մեծ է մեկի համար, եւ գույքը հարկը փոքր չէ, եւ հարևաններն են մերն են այստեղ, ավելացրեց Հովհաննես Հարությունյանը։ Արդեն հարցնում են, ինչ կլինի տան հետ, անհարմար է, եթե օտար մարդ մնա։ Ես լռում էի, հիշում էի Արմենի պատվերը, չբացահայտել քարտերը շուտ, բայց նրանց համարձակությունը զայրացնում էր։ Նրանք արդեն մտքում բաժանում էին մեր գույքը, նայելով ինձ որպես ժամային վարձով նստողուհի։ Ամենազզվելի խոսակցությունը տեղի ունեցավ Արմենի մահից 2 օր առաջ։ Վարդանն ու Գևորգը եկել էին այցելելու եղբորը, բայց ես լսեցի նրանց շշուկը միջանցքում։ Պապան ասել է. անմիջապես հետո սկսում ենք արժեքավոր իրերը հանել, հանկարծ այդ մեկը փորձի յուրացնել, դրամաբանական է, եւ կողպեքները նույն օրը փոխում ենք։ Կլինի Իրայի հետ ինչ անել։ Պապան զանգել է Պետրոսյանին։ Նա պատրաստ է կլինիկան ամբողջությամբ գնել կամ գոնե տարածքը վարձել, իսկ հաճախորդներին իրեն փոխանցել։ Հետո կտեսնենք։ Ես կանգնած էի պալատի մոտ, լսելով թե ինչպես են բաժանում մեր կյանքը։ Իմ ամուսինը մահանում էր 3 մետր հեռու, կաթոցով ցավազրկողով, իսկ նրանք արդեն վաճառում էին նրա գործը։ Երեկոյան պատմեցի Արմենին, նա թույլ էր տեղերից, բայց աչքերը բորբոքվեցին զայրույթից։ Արդեն բաժանում են, վախենում եմ։ Այո, Արմենը փակեց աչքերը, հետո հաստատ նայեց ինձ։ Անի, խոստացիր, երբ նրանք գան։ Իսկ նրանք կգան անմիջապես։ Թույլ չտաս քեզ կոտրել։ Դու ունես բոլոր իրավունքները այն ամենի վրա, ինչ մենք միասին ստեղծել ենք։ Մկրտչյանը գիտի թե ինչ անել։ 6 ամիս ժառանգության մուտքի համար։ Օգտագործիր խելացիորեն եւ մի զգա մեղք, երբ պայքարես նրանց հետ։ Նրանք ինքներս են ընտրել թե ինչպես վերաբերվել քեզ։ Թող հիմա հաշվեհարդար տան։ Խոստանում եմ, շշնջացի ես սեղմելով նրա ձեռքը։ Արմենը մահացավ 3-շաբթի օրը, առավոտյան հոկտեմբերին։ Ոսկեգույն ճառագայթները ցափանցում էին մեր ննջարանի վարագույրների միջով, երբ նա արեց վերջին շունչը։ Ես պահում էի նրա ձեռքը եւ շշնջում էի, թե որքան եմ սիրում, որքան շնորհակալ եմ միասին ապրած յուրաքանչյուր օրվա համար։ Թաղումը տեղի ունեցավ 2 օր հետո, Սուրբ Գևորգ եկեղեցում, այնտեղ որտեղ մենք պսակադրվել էինք 8 տարի առաջ։ Հարությունյանները կազմակերպումը վերցրին իրենց վրա, ինձ հետ մղելով երդ։ Ամեն ինչ արեցին այնպես, ինչպես համարում էին ճիշտ իրենց որդու համար։ Ես չդիմադրեցի։ Գիտեի շուտով նրանց պատրանքները կքանդվեն իրականության վրա։ Անահիտ ջան, սիրելիս, դու երկրորդ շարքում կնստես, հայտնեց ինձ Սոնա Հովհաննեսյանն առավոտյան հոգեհանգստից առաջ։ Առաջին շարքը ընտանիքի համար։ Ես լուր գլխով արեցի։ Չհիշեցրի, որ ես, հանգուցյալի կինը, նրա ամենամոտ հարազատն եմ օրենքով։ Նրանց վարքը միայն հաստատում էր։ Իմ համար նրանք այդպես էլ օտար էին մնացել։ Հոգեհանգստից հետո գերեզմանոցում Հովհաննես Հարությունյանը ինձ կանգնեցրեց կողքը։ Ունողոր հետո կքննարկենք գործնական հարցեր։ Անահիտ, տունը պետք է պատրաստել։ Վարդանն ընտանիքով տեղափոխվում է։ Բնակարանը Գյումրիում արդեն վաճառում են։ Վարդանը տեղափոխվում է մեր տուն, ընտանեկան տուն։ Նա վաղուց ուզում է վերադառնալ Երևան։ Տունը հարմար է, գույքը ընտանիքում կմնա, որտեղ էլ պետք է։ 6 ամիս ժառանգության համար, հենց գարնանը կհասցնենք։ Ես նայում էի նրան, զարմացած համարձակությունից։ Հովհաննես Հարությունյան, սա իմ տունն է, Արմենի տունն էր, ուղեց նա, դու կին էիր։ Շնորհակալություն խնամքի համար, բայց հիմա գույքը օրենքով անցնում է ժառանգներին։ Մենք Սոնայի հետ առաջին հերթի ժառանգներ ենք, որպես ծնողներ։ Ես նույնպես առաջին հերթի ժառանգ եմ, որպես կին։ Նրա դեմքը մթագնեց։ Հետո կտեսնենք, ինչ կա փաստաթղթերում։ Ամուսնական պայմանագիր չունեիք։ Ոչ, այդ ժամանակ կպարզենք։ Գիշերել եմ քրոջս Մարիամի մոտ Դավիթաշենում։ Պետք էր սպասել վշտի առաջին ալիքին առանց Հարությունյանների ճնշման։ Մարիամը, ով չէր հանդուրժում նրանց, զայրացավ, երբ պատմեցի նրանց պլանների մասին։ Ինչ պատճառով են քեզ վտարում քո տանից։ 8 տարի ամուսնացած եք եղել։ Օրենքով դու ժառանգ ես։ Կարծես նրանք հույս ունեն, որ ես չեմ պայքարի կամ կվախենամ։ Նրանք չափազանցել են։ Գնա նոտարի մոտ, բացիր ժառանգության գործ։ Ես տխուր ժպտացի։ Մարի, Արմենը արդեն ամեն ինչ հոգացել է, եւ ժառանգության գործը արդեն բացված է։ Նրա նոտարը ինքն է նախաձեռնել։ Թաղումից 3-րդ օրը գնացի տուն, ուզում էի մենակ մնալ, սկսել Արմենի իրերը դասավորել։
Բայց երբ թեքվեցի մեր փողոցը, տեսա բակում Հովանես Հարությունյանի գազելը և Վարդանի միկրոավտոբուսը։ Նստած էի մեքենայում, դիտելով պատուհաններից, թե ինչպես են մարդիկ քայլում տանը։ Չէին սպասել նույնիսկ 9 օր։ Պարզապես վերցնում էին այն, ինչ համարում էին իրենց, ծնունդով իրավունք։ Հանեցի հեռախոսը, հավաքեցի համարը։ Գևորգ, սա Անահիտ Հարությունյանն է։ Նրանք տանը իրեր են հանում։ Որտե՞ղ եք հիմա։ Անցել է միայն 3 օր։ Մեքենայում, փողոցում։ Նրանք չգիտեն, որ ես եկել եմ։ Եվ այո, նույնիսկ 9 օր չսպասեցին։ Հրաշալի է։ Միայնակ մի մտեք, ես 20 րոպեից կլինեմ ամբողջ փաստաթղթերով և ոստիկանություն կկանչեմ։ Սա մաքուր ինքնակալություն է։ Հիշում եք ինչ էր ասում Արմեն Հարությունյանը։ Թող իրենց համար ավելի խոր փոս փորեն, մեջբերեցի ես։ Հենց այդպես։ Հարևանները տեսնում են, նայեցի շուրջը։ Մի քանի հետաքրքրասեր դեմքեր պատուհաններից նայում էին։ Իհարկե, բոլոր հարևանները պատուհաններից են նայում։ Հրաշալի է։ Վկաները պետք կգան։ Մինչ սպասում էի Մկրտչյանին, նայում էի, թե ինչպես է Հովանես Հարությունյանը հրամայում որդիներին, ինչպես շինարարության բրիգադիր։ Գազելը բեռնում էին տատիկիս փորագրված աթոռը, մայրական գծով ընտանեկան ռելիկվիա։ Այդ ժամանակ հասկացա, բավական է հանդուրժել։ Դուրս եկա մեքենայից, գնացի տան կողմը, կանգնեցի դրանը, նայելով, թե ինչպես է Հովանես Հարությունյանը զինվորական ճշտությամբ կազմակերպում կողոպուտը։ Վարդանը փաթաթում էր տատիկիս ճնապակին գովազդային թերթերով։ Գևորգը տանում էր Արմենի սիրելի աթոռը։ Շուտ վերադարձար, նկատեց ինձ Հովանես Հարությունյանը առանց ամոթի։ Մտածում էինք մինչև 40 օր քրոջդ մոտ կմնաս, մինչ մենք այստեղ կպարզենք։ Ինչ կպարզեք, գողություն։ Տունը պատրաստում ենք Վարդանի համար։ Քո անձնական իրերը առանցին կդասավորենք։ Ժառանգությունը բացելուց հետո կվերցնես այն, ինչ քեզ օրենքով հեսնի։ Ես լուռ նայում էի նրան, զարմանալով նրա վստահությանը։ Հովանես Հարությունյան, ժառանգության գործը արդեն բացված է, 3 օր առաջ։ Ինչ։ Ով է բացել։ Արմենի նոտարը, կտակով։ Նրա դեմքը մի քիչ լարվեց։ Ինչ կտակով։ Չհասցրի պատասխանել։ Տան մոտ կանգնեց Մկրտչյանի արծաթագույն մեքենան, իսկ հետևից ՊՊՑ մեքենա։ Հովանես Հարությունյանը գունաթափեց, ճանաչելով հայտնի երևանցի նոտարին։ Պարոն Հարությունյան, կանչեց Մկրտչյանը, մոտենալով շքամուտքին։ Ես Մկրտչյան Գևորգն եմ, հանգուցյալ Արմեն Հարությունյանի նոտարը։ Դուք անօրինական գործողություններ եք կատարում։ Չեմ հասկանում, մրմնջաց Հովանես Հարությունյանը։ Մենք ժառանգներ ենք։ Մկրտչյանը գլխով արեց ոստիկաններին։ Գրանցեք, խնդրում եմ, ինքնակալության փաստը։ Պարոն Հարությունյանը որդիների հետ հանում է գույքը տանից առանց սեփականատիրոջ համաձայնության։ Ինչ սեփականատիրոջ, պայթեց Վարդանը։ Սա մեր ընտանեկան տունն է։ Տան կեսը պատկանում է Անահիտ Հարությունյանին 2022 թվական նվիրատվության պայմանագրով։ Մկրտչյանը բացեց պապկան։ Մյուս կեսը կտակված է նրան։ Դուք գտնվում եք օտար տանը եւ հանում եք օտար գույք։ Կտակը կարելի է վիճարկել, գոռաց Գևորգը։ Կարող եք փորձել, գլխով արեց Մկրտչյանը։ Դատով, իսկ հիմա վերադարձրեք ամեն ինչ տեղը, ոստիկանները կհսկեն։ Մինչ ոստիկանները արձանագրություն էին կազմում, Մկրտչյանը խոհանոցի սեղանին դասավորեց փաստաթղթերը։ Հարությունյանները կուտակվել էին շուրջը, նրանց վստահ դեմքերը արագ փոխվեցին շփոթությամբ, հետո զայրույթով։ Կտակը կազմված է կես տարի առաջ, նոտարիալ հաստատված, մուտքագրված նոտարիատի եյսում, մեթոդաբար բացատրում էր Մկրտչյանը։ Արմեն Հարությունյանը կտակել է ամբողջ գույքը գնոջը, տունը, ԵՍՊԱ-ն, վետէքսպերտը կոմիտասի վրա, հաշիվները, արժեթղթերը։ Ժառանգության գործը բացել եմ ես 3 օր առաջ։ Բայց մենք ծնողներ ենք, ճչաց Սոնա Հովանեսյանը, մեզ պարտադիր բաժին է հասնում։ Ամբողջությամբ ճիշտ է, գլխով արեց Մկրտչյանը։ Որպես չաշխատող թոշակառուներ դուք իրավունք ունեք պարտադիր բաժնի, առնվազն կեսը այն բանից, ինչ կստանայիք օրենքով ժառանգությամբ։ 3 առաջին հերթի ժառանգների դեպքում սա 1/6 մասն է յուրաքանչյուրից, ընդհանուր 1/3։ Տան 1/3-ը մերն է, ուրախացավ Հովանես Հարությունյանը։ Ոչ, գլխով թափ տվեց Մկրտչյանը։ Տան կեսը արդեն պատկանում է Անահիտ Հարությունյանին սեփականության իրավունքով։ 2022 թվական նվիրատվության պայմանագիրը գրանցված է կադաստրում։ Ժառանգության մասսայում մտնում է միայն մյուս կեսը։ Ձեր պարտադիր բաժինը 1/3-ը կեսից, այսինքն տան 1/6-ը 2-ից։ Բայց սա գրեթե ոչինչ է։ Վարդանը կարծես հարվածված լիներ։ Բացի այդ, շարունակեց Մկրտչյանը, կա Արմեն Հարությունյանի նամակը իր որոշման բացատրությամբ։ Սկսեց բարձր կարդալ։ Մինչ հնչում էին Արմենի խոսքերը տարիների նվաստացումների,
Ընտանիքի ինձ վտարելու պլանների մասին Հարությունյանների դեմքերը սպիտակեցին։ Դուք կարող եք վիճարկել կտակը, եզրափակեց Մկրտչյանը, բայց հաշվի առեք դատական ծախսերը, տուրքը, փաստաբանները, ամեն ինչ ձեր հաշվին։ Եվ հեռանկարները մշուշոտ են, հաշվի առնելով այս նամակը։ Մենք կբողոքարկենք, խրպոտեց Հովհաննես Հարությունյանը։ Ես կապեր ունեմ։ Ձեր իրավունքն է, ուսերը թոթվեց Մկրտչյանը։ Իսկ հիմա խնդրեմ վերադարձրեք հանվածը։ Ոստիկանները կհսկեն։ Երեգոյան տունը կարգի բերվեց։ Հարությունյանները ոստիկանների հսկողության տակ վերադարձրին ամեն հանված։ Բարեկը արձանագրություն կազմեց ինքնակալության մասին։ Հարևանները հաճույքով վկայություն տվեցին։ Լուրը ակնթարթորեն տարածվեց։ Առավոտյան դպրոցի ծնողական չաթում, որտեղ սովորում էր Զարմուհին։ Արաբկիր թաղամաս WhatsApp չաթոն ամեն օրեք քննարկում էին, թե ինչպես են Հարությունյանները փորձել կողոպտել այրին թաղումի 3-րդ օրը։ Անասնակլինիկան, որ Հովհաննես Հարությունյանը արդեն խոստացել էր Պետրոսյանին, ստիպված թողեցին հանգիստ։ Վերագրանցումը պահանջում էր իմ մասնակցությունը որպես շարանգի։ Վարդանը ստիպված բացատրեց կնոջը, թե ինչու խոստացված տեղափոխությունը Երևան հետաձգվում է անորոշ ժամկետով։ Գևորգը, ով հույս ուներ զբաղեցնել տեղ կլինիկայում, մերժում ստացավ։ Սոնա Հովհաննեսյանը, ով այդքան հպարտանում էր իր դիրքով հասարակության մեջ, հիմա չէր կարողանում երևալ ոչ եկեղեցում, ոչ իր բարեգործական կոմիտեում։ Բայց ամենից շատ տուժեց Հովհաննես Հարությունյանը, մարդը, ով ամբողջ կյանքում խոսում էր ընտանեկան արժեքների եւ սերնդի կարեւորության մասին, բախվեց փաստի։ Սեփական որդին պաշտպանել է կնոջը ընտանեկան կամայականությունից։ Ավելին, արել է այնպես հիմնավոր, որ չես կարող սխալ գտնել։ Երեկոյան կանգնած էի խոհանոցում Արմենի նամակը ձեռքիս։ Պատուհանից դուրս հարևանները դեռ քննարկում էին օրվա իրադարձությունները, իսկ ես մտածում էի. ամուսնուս գլխավոր նվերը ոչ պատերն էին, ոչ հաշիվները բանկում։ Սա նրա սիրո ապացույցն էր։ Երկաթբետոն է, նոտարիալ հաստատված։ Ռեգիստրում մուտքը գրված ապացույց, որ ես նրա համար ամենակարևոր մարդն էի։ Արդարությունը հաղթեց ոչ այն պատճառով, որ ես փնտրում էի այն, այլ որովհետև Արմենը ավելի լավ էր ճանաչում իր ընտանիքը, քան նրանք իրենց, եւ կառուցել էր պաշտպանությունը այնպես խելացի, որ նրանց բոլոր փորձերը փշրվեցին օրենքի տարի վրա։ 7-րդ օրը նրանք եկան հոգեհանգստի, նստեցին հանգիստ, կերան, չբարձրացնելով աչքերը։ Հետո Հովհաննես Հարությունյանը մոտեցավ. Անահիտ, եկեք պայմանավորվենք։ Առանց դատերի մենք հայտարարությունը կվերցնենք։ Դու մեզ փողային փոխհատուցում տուր պարտադիր բաժնի համար։ Դիմեք իմ նոտարին, պատասխանեցի ես, ամեն ինչ օրենքով, Հովհաննես Հարությունյան, ինչպես դուք եք սիրում։